Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Բարեկամներ, մենք շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել, որ կարծում ենք ձեր ընտանեկան կերակրացանկը կավելացնեն, ինչու՞ չէ նաեւ սկսնակ խոհարարների համար կամ ընդհանրապես խոհարարների համար հասարակական սննդի օբյեկտներում կավելացնեն նրանց իմացածը կամ նոր ուտեստ հայտ կբերեն իրենց համար։ Բարեկամներ, այսօրվա մեր աշխատանքը մենք կատարելու ենք երկուսով եւ ձեզ ենք ներկայացնելու իմ հետ։ Հարգելի բարեկամներ, այսօրվա իմ հյուրն է Բագրատ Ավագիմյանը, Աբովյանի կրթարամալիրի ուսանող եւ արդեն ձեզ քաջածանոթ սկսնակ խոստումնալից խոհարարությանը սիրահարված մի երիտասարդ։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Լավ, դուք։ Լավ, իրոք դու խոհարարությանն ես սիրահարված։ Կարելի է նաև այդպես ասել։ Այսինքն ոնց կարելի է նաև այդպես ասել։ Դե սիրում եմ այդ մասնագիտությունը, այդ գործը։ Բայց սիրահարված ես խոհարարությանը։ Այո։ Բագրատ, աղջիկ չկա որ խոհարարությանն է սիրահարվում։ Չկա։ Լավ, ինչ ենք պատրաստելու։ Պատրաստելու ենք այսօր թթու վարունգով ապուր։ Որի համար մեզ հարկավոր կլինի սող, կարտոֆիլ, գազար, քարավուզի կոթեր, մարվանդակի այդպես ասած։ Կարակ, թթու վարունգ, համեմունքներ, բրինձ եւ տոմատի մածունկ։ Շատ լավ։ Սա թթու ապուրների դասին է պատկանում, մախոխ ապուրներ ենք ասում մենք հայերս, ռուսներ ասում են рассольники, չէ՞։ Այո։ Շատ լավ։ Տրամադրությունը ո՞նց է, լավ է։ Բարձր է, այո։ Հա։ Լավ, ինչ ես վստահելու ինձ։ Թավան կացան դնենք կրակին։ Կտրատեք սոխը կիսնալուսնաձև, եթե կարելի է։ Կիսալուսնաձև։ Այո։ Այսինքն խոշոր պիտի օգտագործես, այսպես։ Այո։ Կարելի է մեջտեղից կիսել։ Մեջտեղից կիսեմ։ Ավելացնենք կացայի մեջ կարագը։ Այնուհետև ավելացնենք սոխը, կտրատենք գազարը ձողիկներով։ Դա ես եմ կտրատում ձողիկներով։ Կարող են նաև կտրատել կլոր կամ կիսնալուսնաձև։ Շատ լավ, իսկ ես ինչ պիտի կտրատեմ։ Մարմանդակի կոթերը։ Մարմանդակի կոթերը կտրատենք։ Մեր հեռուստադիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մարվանդակը դա նեխուրն է, քարաուզ։ Մենք նշեցինք, որ բրինձը վերցրել ենք խաշված բրինձ, այո, նախորոք խաշված։ Այսպես։ Բրինձը կավելացնենք կարտոֆիլը եփելուց հետո, որպեսզի ավել չխաշվի։ Կարտոֆիլն էլ պիտի կտրատենք։ Այո։ Սա այսպես, այսքանը բավական է։ Ավելացնենք գազարը։ Կտապակենք այնքան մինչ կեղևապատվի։ Կավելացնենք մեր մարմանդակի կանաչ կոթերը, կտրատված։ Հիմա մի քիչ կեղևապատվի։ Մի քիչ կեղևապատվի, հետո հենց կավելացնենք։ Պետք լինի ինձ։ Այո։ Կզգուշացնես։ Հետո կավելացնենք ջուրը եւ կարտոֆիլը։ Սպասենք մի ջեփի։ Մարվանդակ, այսինքն մենք սոխը մի քիչ կեղևապատեցինք, հա։ Այո։ Ավելացնում ենք մեր մարմանդակի կոթերը եւ տոմատի մածուկը։ Այսպես։ Այո։ Ավելացրեք մի քիչ տոմատի մածուկ։ Դու վարունգ այսպես կտրատված։ Այո։ Ես եթե մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ այն տարբերակը, որ մենք նշեցինք ռասոլնիկի կոչվող, պատրաստում են հենց
թթվի ջրի վրա։ Այո, բայց Մենք մենք ուղղակի ընտրել ենք այդ տարբերակը, բայց իրականում ռուսական այդ ուտեստը հենց թթվի ջրի վրա են պատրաստում, ռասոլնիկի կամ սալյանկա։ բայց շատ տեսակներ կա, մենք ընտրեցինք այս տեսակը, ավելացնենք ջուրը, վարունգը, թթու միջավայր ստեղծելու համար մի քիչ ավելացրինք թթվարում, ավելացնենք մի քիչ էլ կարակ, սա արդեն լրիվ ռուսական տարբերակով, ոնց են ասում, մասլան կաշու միմիշայ, մի սպորտուշ, դա, այսպես բայց շատ յուղնել ենքան ավելացնենք ջուրը, խնդրեմ ավելացրու, եւ ավելացնենք մեր կարտոֆիլը, թողնենք եփի, եւ թողնենք եփի։ մեզանից կպահանջվի 5-6 րոպե, չէ՞։ Այո, Պահանջվի, հետո բնինձը կավելացնենք, լավ տրամադրությունով կմատնենք, սպասենք այդ 6 րոպեն միասին եւ ուտեստը ամբողջական տեսքով կվայելենք։ Բագրատ ջան, անցավ 6 րոպեն, ինչ ենք անելու։ ավելացնում ենք բրինձը, նախապես խաշած, Մինչ Բագրատը կավելացնի բրինձը, ես նորից հիշեցնեմ, որ պատրաստեցինք թթուապուրներից մի տեսակ, մախոխապուրներից։ Այսպես սոխարած պատրաստեցինք, այնուհետև գազարը տապակեցինք սոխի հետ, այնուհետև այդ ամբողջի հետ միացրինք կտրատված մարվանդակը, լոլիկ մածուկը, ջուր ավելացրինք, կարտոֆիլը դրեցինք, չէ՞։ Այո։ Հետո խաշված բրինձը։ այո, հիմա կհամեմենք, Կհամեմենք, կհամտեսենք, ինչով պիտի համեմենք։ սև պղպեղով եւ աղով, մի քիչ սև պղպեղ, համի համար, մի քիչ էլ աղ, Լավ, խառնենք եւ մատուցենք։ մատուցենք, խնդրեմ։ Այսպես։ Ավելացնենք վրան կանաչին Ավելացնենք։ եւ կարելի է մատուցել։ Ավելացնենք կանաչի եւ մատուցենք։ Սա էլ ես ավելացնել իմ կողմից, ահա, խնդրեմ, ինչ առաջարկ ունես, ինչ կուզես հաղորդել մեր հեռուստադիտողներին։ Հեռուստադիտողները թող սնվեն հաճախ այսպիսի ապուրներով տոնական օրերից հետո, պիսի օգտակար է առողջության համար։ Բարեկամներ հիշեք, տոնական օրերից հետո անպայման այսպիսի ապուրներ պիտի ճաշակենք, որ մեր առողջությանը վտանգ չսպառնա։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ ձեր անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Բագրատին եւ ցանկանանք, որ նա շարունակի այդպես խորամուխ լինել այն աշխարհի մեջ, որ կոչվում է խոհարարություն։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ մենք այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Ուզում եմ, որ շատ հանդիպենք, ուզում եմ, որ յուրաքանչյուր հանդիպում ունենա լավ արդյունք, իսկ այդ լավ արդյունքը լինի այն, որ մենք հիշենք մեր այն որակները, որ կոչվում է համառություն,
որ կոչվում է միաբանություն եւ կոչվում է բարություն։ Եվ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամ։ Մախոխապուր, արգանակ 1 լիտր, կարտոֆիլ 120 գրամ, բրինձ 2 ճաշի գդալ, սոխ 70 գրամ, գազար 40 գրամ, ձեթ 20 գրամ, թթու վարունգ 1-2 հատ, տոմատի մածուկ 1 ճաշի գդալ, թթվասեր 3 ճաշի գդալ, մարվանդակ, աղ, պղպեղ, բարյախորժակ։